Մովսեսն ու Ահարոնը եկան Եգիպտոսի թագավորի մոտ եւ ասացին. «Արձակիր հրեաներին, որպեսզի գնան այն նոր երկիրը, որ նրանց համար պատրաստել է Աստված»։ «Ես չեմ ճանաչում ձեր Աստծուն», պատասխանեց թագավորը։ «Ես ինչու պետք է անեմ նրա ասածը»։ Թագավորը զայրացավ եւ ստիպեց հրեաստրուկներին աշխատել ավելի շատ, քան առաջ։ Մովսեսը դիմեց իր ժողովրդին հետևյալ բառերով. «Աստված ուզում է, որ մենք գնանք եւ ապրենք նոր երկրում։ Մենք պետք է խնդրենք թագավորին, որ մեզ թույլ տա գնալ»։ Աստված Մովսեսին ու Աբրահամին ասաց. «Մեկ անգամ էլ գնացեք թագավորի մոտ, ես նրան ցույց կտամ իմ ուժը, եւ նա կիմանա, որ ես եմ Աստվածը»։ Մովսեսն ու Ահարոնը նորից եկան թագավորի մոտ։ «Արձակիր Աստծո ժողովրդին»։ «Ոչ», զայրացած բղավեց թագավորը։ Մովսեսն ու Ահարոնը հույսները չէին կորցնում։ Նրանք բազմիցս գնացին թագավորի մոտ եւ ասացին. «Արձակիր Աստծո ժողովրդին», սակայն թագավորը չէր լսում նրանց։ Ամեն անգամ, երբ թագավորը պատասխանում էր ոչ, Աստված Եգիպտոսի վրա նոր փորձանք էր բերում։ Գետի ջուրը արյուն դարձավ։ Գորտերը դուրս եկան գետից եւ լցվեցին եգիպտացիների փողոցներն ու տները։ Հետո երևացին անթիվ անհամար մժեղներ եւ մորեխներ։ Ուժեղ կարկուտը ոչնչացրեց դաշտի բերքը, իսկ կենդանիները հիվանդացան եւ սատկեցին։ Աստված բազում այլ փորձանքներ բերեց եգիպտացիների գլխին, բայց իր ժողովրդին հեռու պահեց այդ փորձանքներից։ Ամեն մի փորձանքից հետո Մովսեսն ու Ահարոնը գալիս էին թագավորի մոտ եւ խնդրում. «Արձակիր Աստծո ժողովրդին», բայց թագավորը շարունակում էր համառել։ Մովսեսն ու Ահարոնը գիտեին, որ իրենք չպետք է զիջեին թագավորին։ Նրանք համոզված էին, որ Աստծո օգնությամբ թագավորը կարձակի հրեաներին։